64-ամյա Լաուրան անժառանգ է, ապրում է ամուսնու հետ, ասում է միայնակ տարեցները Հայաստանում շատ խնդիրներ ունեն, առաջնայիններից մեկը ցածր կենսաթոշակն է, բայց տիկին Լաուրան ֆինանսականից առավել հոգատարության ու խնամքի պակաս է զգում։ Հոգատարության, մենք ամենից շատ հոգատարության կարիք ունենք։ Արդեն 4-5 տարի տիկին Լաուրային եւ ամուսնու խնամում են տնային սոցիալական սպասարկման ծառայության աշխատողները։ Իրանք որ իմանում ենք զանգահարում են, որ այդ օրը գալու են, ուրախանում ենք, ողջևորվում ենք, որ այդ օր իրանք գալու են, մեզ հետ զրուցում են, նստում են, հարցնում են մեր առողջական, մեր ապրելակերպից, ամեն ինչով հետաքրքրվում են։ Միայնակ տարեցների խնդիրները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Փոխնախարարն ասում է, կառավարությունն իր գործունեության ծրագրում հստակ քայլեր է սահմանել նրանց կյանքի որակը բարելավելու ուղղությամբ։ Հատուկ ուշադրություն է դարձնում միայնակ տարեցների խնդիրներին եւ բացի նրանից, որ շուրջօրյա հաստատություններում խնամվում են այսօր եւ համապատասխան ծառայություններ են ստանում մեր տատիկները եւ պապիկները, մենք ունենք նաեւ տնային սոցիալական սպասարկման ծառայություն, որտեղ սոցիալական աշխատողները, իրավաբանները, հոգեբանները տնային պայմաններում համապատասխան ծառայություններ մատուցում են։ Միայնակ տարեցների ու հաշմանդամների տնային պայմաններում սոցիալական սպասարկման կենտրոնի շահառուների համար այսօր համերգ էր կազմակերպվել։ Միջոցառմանը ներկա է նաև նախագահի տիկինը։ Ռիտա Սարգսյանի հանդիպումը տարեցների հետ արդեն ավանդական է դարձել։ Դրան մեծ սիրով են սպասում նաև տարեցները։ Մենք ողջևորված սպասում ենք այսօրվան գալուն։ Հիմնականում տարեցների խնդիրները դա բժշկական օգնություն եւ սպասարկումը ստանալն է։ Դա իրենց միայնակ չզգալն է։ Շատ կարեւոր է, որ ինքը տարեցը իր հասակակցի հետ շփվի։ Այդ սոցիալական շփումները շատ կարեւոր են եւ այսօր ցերեկային կենտրոնների ստեղծումը, ակումբների ստեղծումը դա է մեր խնդիրը, որ մարդը մարդու հետ շփվի, որ իրան փորձը կարողանա փոխանցի, դա շատ կարեւոր է։ Ազնիվ Կարապետյան, Նարեկ Եղիազարյան, Կարեն Թադևոսյան, այսօր։